Հայաստանի ռուսական համայնքը ավելի քան 170 տարվա պատմություն ունի։ Երկրի գրեթե բոլոր քաղաքներում 15,000-ից ավելի ռուսներ են ապրում։ Ռուսական համայնքը մեր երկրում այսօր էլ ազգային խոշոր համայնքներից է։ Վերջին տարիներին համայնքում նոր անդամներ են ավելանում։ Դրանցից բալետի պարուհիներ Քսենիա Անդրեյենկոն եւ Վալերիա Բեսոնովան այսօր Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստների հիմնական կազմում են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Այսօր ներկայացման եք, ինչպես եք արթնացել։ Արթնացանք, ամեն ինչ ցավում է անկեղծ ասած։ Если честно. Да, почувствовала. Զգացինք, որ ողջ ենք, կարելի է գնալ աշխատանքի։ Երեք փորձի եք եղել։ Այո։ Աղջիկներ, դուք ամենագեղեցիկ արվեստներից մեկի ներկայացուցիչ եք։ Մենք բոլորս հիանում ենք բալետի արտիստների գեղեցկությամբ, բայց երբեմն չենք պատկերացնում, թե ինչ տիտանական աշխատանք կա այդ գեղեցկության ետևում։ Ինչ է նշանակում լինել բալետի արտիստ եւ օրվա մեջ քանի ժամ եք անցկացնում զուգափայտի մոտ։ Быть балериной это 20. Բալետի պարուհի լինել նշանակում է 24/7 ռեժիմով մտածել մասնագիտության մասին, բայց երբեմն էլ այնուամենայնիվ պետք է շեղվել թատրոնից, այլապես կարելի է խենթանալ։ Ընդհանրապես դա ահռելի աշխատանք է, անդադար մտածում ես, թե ինչպես կատարելագործվես, ինչ ավելացնես կերպարին։ Այսինքն անընդհատ զարգանում ես, ավելի շատ գիրք ես կարդում, ֆիլմեր նայում, որպեսզի այդ ամենը մի լավ նստվածք տա, ու հետո կարողանաս դերդ կառուցել։ Оседала, и потом уже можно было простраивать свою роль. Да, я соглашусь. Այո, ես համաձայն եմ Վալերիայի հետ, դա կենսակերպ է։ Առաջին հերթին պետք է հետևես քո արտաքինին, ֆիզիկական վիճակին, որպեսզի հետո բեմ դուրս գաս ու ցուցադրես քո ներքին վիճակը։ Անընդհատ մտածում ես այդ մասին։ Շեղվել պետք է իհարկե, համաձայն եմ։ Դե հիմնականում սովորում ես, դա քո մասնագիտությունն է, որ ինքդ ես ընտրել։ Եթե մանկության տարիներին կարողացել ես տիրապետել դրան, ուրեմն դա քոնն է։ Հետո ամբողջ կյանքում շարունակում ես աշխատել։ Շատ ճիշտ նշեցիք, որ արվեստով զբաղվելու համար պետք է նաև լցվել։ Արդյոք Հայաստանում արվեստի այլ ճյուղերի հետ առնչվում եք որպես հանդիսատես։ Получается так, что у нас есть свободное. Երբ մենք ազատ ժամանակ ենք ունենում, ներկայացում չկա, ապա իրոք ինչ-որ միտեղ գնում ենք։ Օրինակ, ընկերոջս հետ եղել ենք Ստանիսլավսկու թատրոնում։ Շատ հետաքրքիր է նաև տեսնել, թե ինչպես են աշխատում դերասանները այլ թատրոններում։ Работают другие актеры. Вот. Այո, ես նույնպես։ Շատ եմ սիրում մեր ֆիլհարմոնիան, որն այս շենքում է։ Շատ եմ սիրում երաժշտություն լսել։ Մեզ մոտ թատրոն են գալիս շատ հայտնի երաժիշտներ։ Իլիա Պապայանն էր եկել եւ ոչ միայն։ Եվ դա ինձ շատ է դուր գալիս։ Պարտադիր գնում ենք համերգների։ Նույնիսկ երբ ընկերներս են գալիս, ես բոլորին հրավիրում եմ։ Մենք բոլորով գնում ենք թատրոն։ Друзья приезжают, я всех зову, мы все идем в театр слушать. Да, тоже и когда танцевали. Նաև երբ պարային խմբեր են գալիս կամ այլ թատրոններ, ելի փորձում ենք մնալ, դիտել, լիցքեր ստանալ։ Դուք երկուսդ էլ ռուսական բալետի դպրոցի ներկայացուցիչներ եք։ Ինչ տարբերություններ կա աշխատանքի մեջ Հայաստանում, Պետերբուրգում եւ Մոսկվայում։ Եթե այստեղ տարբեր ներկայացումներ են, շաբաթական 2-3 անգամ, ապա Մոսկվայում Բոլշոյ թատրոնում ոչ թե 2-3 ներկայացում էինք խաղում մեկ շաբաթում, այլ երբեմն 8։ Այդ պատճառով ծանրաբեռնվածությունն ավելի շատ էր։ Не могу сказать, что разница большая, потому Տարբերությունը թերևս այնքան էլ մեծ չէ, որովհետև կարգապահությունը մեր մասնագիտության մեջ նույնն է ամեն տեղ։ Երբ ես սովորում էի, շատ եմ ուսումնասիրել հայկական բալետը։ Դե հիմա էլ եմ սովորելու գործընթացում։ Իսկ այստեղ որքան էլ տարօրինակ է, քոլեջում օրինակ հիմնականում փորձում եմ հետևել ռուսական դպրոցին։ Ուստի մեծ տարբերություն չեմ տեսնում։ Իհարկե, ամեն տեղ եւ մեզ մոտ էլ կան նոր գաղափարներ։ Ժամանակը կանգ չի առնում, ուստի չեմ կարող ասել, թե տարբերությունը մեծ է։ Այն միայն ներկայացումների քանակի եւ դրանց նախապատրաստման գործընթացի մեջ է։ Քսենիա Անդրեյենկոն ծնվել է Սանկտ Պետերբուրգում։ 10 տարեկանում ընդունվել է Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա։ Մասնագիտական հմտությունները զարգացրել է նաև Ֆրանսիայում, Գրանդ օպերային կից դպրոցում։ Ուսմանը զուգահեռ Քսենիան աշխատել է Սանկտ Պետերբուրգի Յակոբսոնի անվան պետական թատրոնում։ Ելույթ է ունեցել աշխարհի լավագույն բեմերում՝ Մարինյան, Մեծ, Միխայլովյան եւ Ալեքսանդրինյան թատրոններում։ Այժմ Վագանովայի ռուսական բալետի ակադեմիայում հայցորդ է։ 2023 թվականից ապրում ու աշխատում է Հայաստանում։
Վալերիա Բեսոնովան ծնվել է Նաբերեժնիեի Չելնիում։ 6 տարեկանում պարարվեստի դպրոց է ընդունվել, որտեղ դասական ու ժողովրդական պար և ակրոբատիկա է սովորել։ Պարային տարբեր ուղղություններում իրեն փորձելուց հետո Վալերիան բալետն է ընտրել։ 2015-ին Մոսկվա տեղափոխվելուց հետո պարարվեստի պետական ակադեմիա է ընդունվել, որն ավարտելուց հետո Մոսկվայի աշխարհահռչակ մեծ թատրոնում աշխատելու հրավեր է ստացել։ Տասնյակ դերերից հետո Վալերիան որոշել է նաև հայրենիքից դուրս աշխատել և 2024 թվականին թողել է մեծ թատրոնն ու եկել Հայաստան։ Աղջիկներ, ձեզ դուր գալիս է աշխատանքը հայկական թատրոնում։ Да, здесь... Այստեղ ջերմ միջավայր է, մեր գործընկերները լավն են, այստեղ մեծ հնարավորություններ կան անձնական և բեմական աճի համար, և ընդհանրապես շատ հաճելի է այստեղ։ Հրաշալի ջերմ երկիր է, նույնքան հրաշալի մարդիկ են, և ինձ շատ է դուր գալիս։ Իսկ ձեզ։ Ես համաձայն եմ Քսյուշայի ամեն բառի հետ, որովհետև այդպես էլ կա։ Այսինքն և աշխատանքն է շատ, և աճում ես, և անշուշտ այնքան լավ մարդիկ կան, միշտ օգնում են, երբ պետք է, ոչ ոք չի մերժում, բոլորը պատրաստակամ են։ Իսկ ինչ հարաբերություններ ունեք ձեր հայ գործընկերների հետ։ Отношения прекрасны. Մեր փոխհարաբերությունները հրաշալի են։ Մարդիկ այնպես են վերաբերվում, որ դու հեշտությամբ ներգրավում ես կոլեկտիվի մեջ։ Չես զգում, որ ինչ-որ խնդիրներ կամ թերություններ կան։ Ես հրաշալի հարաբերություններ ունեմ գործընկերներիս հետ։ Ինձ մոտ էլ է ամեն ինչ լավ, շատ արագ ընդհանուր լեզու գտանք, թեև կա որոշակի լեզվական խոչընդոտ, ոչ բոլորն են լավ ռուսերեն խոսում։ Ընդհանուր առմամբ մենք իրար հասկանում ենք, նույնիսկ երբեմն արդեն կես բառից։ Ուստի ձևավորվում են շատ լավ հարաբերություններ։ Կրկին օգնության մասին կարող եմ ասել, իրար օգնում ենք ու աջակցում։ Ես իհարկե վստահ եմ, որ հայերի մեջ դուք ձեզ միայնակ չեք զգում, բայց ամեն դեպքում, երբ աջակցության կարիք եք ունենում, միմյանց եք դիմում։ Да, мы... Այո, մենք դիմում ենք նաև միմյանց, իհարկե։ Եթե անհրաժեշտ է լինում աջակցություն, օգնություն, մենք հանգիստ կարող ենք դիմել միմյանց։ Շատ դրական, անմիջական, պարզ աղջիկներ են և Քսենյան և Վալերիան, արագ ընդգրկվեցին մեր թատրոն, մեր կոլեկտիվ, որը նույնպես շատ հյուրասեր և ընկերասեր է։ Միջավայրը կարծես թե ավելի ուրախ ու պայծառ է դառնում, փորձի փոխանակում, ինչը մեր գործում շատ կարևոր է։ Մենք շփվում ենք իրենց ռուսական դպրոցի հետ, չնայած որ մերն էլ չի տարբերվում իրենցից, բայց փորձի փոխանակումը մեր գործում շատ կարևոր է։ Անձամբ Քսենիայի մասին գիտեմ, որ նաև սովորում է Վագանովայի անվան ակադեմիայում և շատ ես օրինակ իրենից շատ բաներ սովորում եմ, հետաքրքրված եմ։ Այո, շատ ենք սովորում, նամանավանդ մենք փոքրերս շատ լիքը սովորելու բաներ ունենք և լինում են հարցեր, որ իրենցից հարցնում ենք, ոնց է արվում։ Նրանք շատ պատրաստակամ են և իհարկե օգնում են իրենց խորհուրդներով։ Շատ լավ, շատ անմիջական ընկերներ են, մենք շատ արագ իրենց ընդունեցինք մեր կոլեկտիվ, շատ արագ։ Կարծես թե չի զգացվում, որ իրանք օտարերկրացի են կամ ինչ-որ ոչ մի խնդիր չի առաջացել իրենց հետ շփման ընթացքում։ Это было, очень приятно. Այնքան հաճելի էր իմանալ, որ այստեղ հայրենակիցներ կան։ Այստեղ դիմելուց հետո ես իմացա, որ մի ռուս աղջիկ է դիմել։ Ուրախացա, կարծես հայրենիքի մի մասնիկ կլինի, որի հետ կարելի է նոր փորձ ձեռք բերել, դիմանալ տեղափոխության հետ կապված բոլոր ցնցումներին։ Մենք բոլորի հետ միանգամից ընդհանուր լեզու գտանք։ Լերայի հետ գրեթե միաժամանակ եկանք, ուստի անմիջապես սկսեցինք իրար հարց ու փորձ անել։ Ինչպես ես ապրում, չես անհանգստանում, ոնց ես հարմարվել, իսկ Քսյուշայի հետ աստիճանաբար նույնպես ընկերացանք։ Հիմա բոլորս մտերիմ ընկերներ ենք, իրար հյուր ենք գնում, օգնում ենք միմյանց։ Նրանք են մեզ ինչ-որ բաներ հարցնում, մենք նրանց։ Միանգամայն բնական է, այո, իրար օգնում ենք, մենակ չենք թողնում։ Вполне естественно, да. Друг другу помогаем, не бросаем. Աղջիկներ, դուք երկուսդ էլ հարուստ աշխատանքային փորձ ունեք։ Նշանավոր թատրոններում եք աշխատել, ինչը ձեզ բերեց Հայաստան։ Իմ ամուսնուն հրավիրեցին այստեղ աշխատելու, և ես էլ ստիպված տեղափոխվեցի նրա հետ։
Իսկ ես պարզապես ուզում էի փոխել միջավայրը եւ փորձել ինչ-որ նոր բան եւ ամեն ինչից զատ զարգանալ կարիերայի առումով։ Ոստի չգիտեմ ինչու, հենց Հայաստանն ընտրեցի։ Դուք եք ընտրել, դուք որոշեցիք հենց Հայաստան գալ։ Да. Այո, ընդ որում ես մենակ եմ եկել։ Ես այստեղ ոչ մի ընկեր հարազատ չունեի, ոչ ոք չկար։ Ինչը գրավեց Հայաստանում, որ այդպիսի որոշում կայացրեցիք։ Ջերմ երկիր է, սիրալիր մարդիկ, համեղ ուտելիք, այնպես որ հիմնականը սա է։ Հասկանում եմ։ Так что это прямо Դե, բացի ամեն ինչից, այո, հնարավորություն է զարգանալու, նոր դերերում հանդես գալու, ավելի շատ ապրելու։ Իսկ բացի բալետը, այլ հետաքրքրություններ ունեք առօրյայում։ Я помимо того, что Ես բացի թատրոնում աշխատելուց զբաղվում եմ նաև առցանց աշխատանքով, սոցցանցերի կառավարումով։ Այսինքն օգնում եմ տարբեր հաճախորդների բլոգ վարել, պատրաստում եմ տեսանյութեր, մոնտաժում եմ, էջեր եմ ձևավորում։ Այսինքն անում եմ այն, ինչ խնդրում են։ А у нас Իսկ մեր ընտանիքում վերջերս նոր անդամ հայտնվեց, շուն ենք պահում։ Եվ ես նաև սովորում եմ ասպիրանտուրայում, կապված եմ անկավարժական գործունեության հետ, եւ որոշեցի փորձել ինձ նաև այդ բնագավառում։ Բացի այդ վարում եմ անհատական պարապմունքներ ու դասավանդում եմ։ Իսկ հարմարվել եք հայաստանյան կյանքին։ Այո, ընդհանուր առմամբ այո։ да, мне тоже. Այո, ես էլ։ Իմ բախտը հավանաբար մի փոքր ավելի բերեց, որովհետև ես մենակ չեմ եղել։ Ամուսնուս ընտանիքն այստեղ է, այնպես որ կարծես իմ երկրորդ տանը լինեմ։ Ну, второй дом у меня появился. Քսենիա, Վալերիա, երկուսդ էլ հայ կողակիցներ ունեք, կծանոթացնեք նրանց հետ։ Это мой муж. Իմ ամուսինն է Գրիգորի Մուրադյանը։ Իսկ նա իմ ընկերն է Հակոբ Խոջայանը։ Ուրախ եմ ծանոթության համար, կպատմեք ինչպես եք հանդիպել։ Արդյոք Հայաստանում եք հանդիպել, թե մինչ Հայաստան գալը։ Познакомились в России. Ծանոթացել ենք Ռուսաստանում, Պետերբուրգում, Գրիշայի եղբորորդու ծննդյան տարեդարձին։ мы познакомились уже здесь, в Армении. Մենք ծանոթացանք արդեն այստեղ Հայաստանում, երբ ես եկա թատրոն։ Հակոբը նույնպես բալետի արտիստ է։ Մեզ մոտ այսպես սկսվեց ամեն ինչ։ Այնտեղ եք ամուսնացել, թե Հայաստանում։ Մենք զարգացավորվել ենք Սանկտ Պետերբուրգում, իսկ ամուսնացել ենք հարսանիքը կայացել է մեր հայրենիքում Երևանում։ Ավանդական հայկական հարսանիք է։ Այո, այո։ Քսենիան դեմ չէր։ Ոչ, միայն զա։ Հետաքրքիր է մեր ավանդույթներից ինչը զարմացրեց նրան։ Ինձ թվում է ամենազարմացնող պահը, որ կոշիկ էին հագցնում։ Քավորի տղեն։ Այդ պահն էր։ Իսկ դուք բալետի հետ կապ չունեիք մինչ ծանոթությունը։ Ես ծնվել եմ Սանկտ Պետերբուրգում, այդ քաղաքը բալետը մարդու ձևավորման եւ դասիրակման մասնիկ է։ Մենք փոքրուց այցելել ենք հայտնի թատրոններ, Մարիինսկի, Ալեքսանդրինսկի եւ այլն։ Կոնկրետ ասած, իմ խորը եւ ամուր կապը փայլուն ապահովում է Քսենիա Ալեքսանդրովնա։ Հակոբ, դուք արտիստ եք եւ արդեն աշխատում էիք օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երբ Վալերիան եկավ, կհիշեք ձեր առաջին հանդիպումը։ Իհարկե հիշում եմ, առաջ անգամ ուղղակի շփում էր, ուղղակի ծանոթություններ, հետագայում ավելի մոտ ծանոթացանք արդեն դիմակահանդես բալետային ներկայացման շնորհիվ, որտեղ որ միասին բարեցինք։ Եվ այդ ներկայացումից հետո մեր կապը գնալով ոնց որ ավելի շատացավ, շփումը շատացավ եւ հասկացանք, որ միմյանց հանդեպ ինչ-որ զգացմունքներ կան։ Իսկ ավելի հեշտ է թե բարդ, երբ զույգի մեջ երկուսն էլ նույն մասնագիտության տեր մարդիկ են։ Երևի կան եւ բարդություններ կան, հեշտ ավելի բայր, որտեղ իրար ավելի հեշտ ենք հասկանում։ Իսկ բարդությունները։ Բարդություններից երևի որ երկուսս էլ ունենք նույն Գրաֆիկը։ Նույն գրաֆիկը, նույն տրավմաները։ Տանը հասցնում եք հանդիպել, թե միայն թատրոնում։ Ավելի շատ թատրոնում, քան թե տանը։ Հեշտ է բալետի պարուհու ամուսին լինելը։ Այո, ես հպարտանում եմ, որ Քսենիա Ալեքսանդրովնան բալետի արտիստ է։ Աշխատում եմ հնարավորինս շատ ներկա լինել ներկայացումներին եւ երբեք երևի թե չեմ բացակայել Քսենիայի պրեմիերաներից։ Բրավո։ Իսկ մինչ մշակութային ինչ բարդություններ են առաջ գալիս։ Առաջի բարդությունը դա երևի լեզուն է, որ բաներ կարող փորձում ենք իրար բացատրենք կամ հասկացնենք չի ստացվում, բայց ամեն դեպքում մենք ունենք արվեստը, որի շնորհիվ մենք կարողանում ենք իրար շատ լավ հասկանալ։ Դուք ռուսերենին տիրապետում եք։ Այո։
ռուսերենին տիրապետում եմ, բայց ամեն դեպքում արվեստում դա ավելի հեշտացնում է։ Արդյոք բալետի արտիստները հետևում են հատուկ սննդակարգի, կարծում եմ շատերին է հետաքրքիր, թե ինչպես եք սնվում բարեկազմ մնալու համար։ Ну, на самом деле, я... Իրականում ես հետևում եմ սննդակարգից, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պակասում է։ Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ է, ապա այնքան էլ չեմ հետևում դիետաների։ Այսինքն գլխավորը քաղցրավենիք չուտելն է։ Պետք է ավելի շատ բանջարեղեն եւ մսամթերք։ Դա է հիմնականը։ Нет, я не соблюдаю. Ես ոչ, սննդակարգ չունեմ։ Ծանրաբեռնվածություն լինի թե չլինի, ինձ մոտ ամեն ինչ արագորեն կորչում է ինչ-որ կերպ։ Այդ պատճառով էլ ուտում եմ, երբ ուզում եմ եւ ինչ ուզում եմ։ Այսօր ձեր բաղադրատոմսով կերակուր ենք ուտելու, ինչ է սա։ Это гречка покупки. Սրան վաճառականի հնդկաձավար են ասում։ Վաճառականների շրջանում բավականին տարածված ուտեստ էր, որովհետև սննդարար է եւ ընդհանուր առմամբ կարելի է ասել դիետիկ։ Աղջիկներ, ինչ կասեք մեր օպերային թատրոնի ռեպերտուարի մասին, այն ձեզ հոգեհարազատ է։ Да, мне очень нравится. Այո, ինձ շատ դուր է գալիս, որ այստեղ հարգի են դասական ժառանգությունը, ազգային եւ ժամանակակից բալետը։ Մեր ղեկավարությունը հրավիրում է շատ հայտնի ժամանակակից բալետմայստերների, եւ բոլոր արտիստները հնարավորություն ունեն տարատեսակ ներկայացումներում խաղալ։ Եվ ինձ թվում է սա շատ լավ հնարավորություն է նաեւ երիտասարդ արտիստների համար։ Թատրոնը ամեն ինչում մեծ հնարավորություններ է ստեղծում։ Այո, ինձ էլ է շատ դուր գալիս, հատկապես սիրում եմ Գայանե բալետը, մանկուց ինձ ծանոթ էր այս բալետը, բայց մի փոքր այլ մեկնաբանությամբ, այսինքն երբ ես առաջին անգամ այստեղ լսեցի այս երաժշտությունը, հասկացա, որ վերջ, ես հաստատ այստեղ եմ մնում, հենց միայն նրա համար, որ հանդես գամ Գայանեի դերում, առնվազն։ Իրոք, աճի շատ մեծ հնարավորություններ կան։ Ազգային բալետի պարարվեստին ես ծանոթանում, ինչպես օրինակ Գայանե բալետում։ Դասական եւ ժամանակակից խորեոգրաֆիա էլ կա։ Այսինքն այդ ամենը միասին ոգեշնչում է հետագա աշխատանքի համար։ Իսկ ռուսական ստեղծագործություններ կատարելը հայկական բալետում արդյոք ձեզ ոգեշնչում է, ինչպես օրինակ Կարապիլիճը։ Գիտեք, ընդհանուր առմամբ ինձ դուր է գալիս, երբ աճում ես եւ քեզ հետ թիմն է աճում։ Իհարկե, հաճելի է, երբ դու այլ երկրում ներկայացնում ես քո երկրի ժառանգությունը, անկասկած, բայց ինձ համար առանձնապես տարբերություն չկա։ Համամիտ եմ, անկեղծ նույն կարծիքն ունեմ։ Приятно просто, когда... Պարզապես հաճելի է, երբ բոլորս միասին աճում ենք եւ փորձում մի նոր բան։ Ուստի կարևոր չէ դա դասական խաղացանք է, ժամանակակից թե ազգային, բոլորն էլ հետաքրքիր են։ Իսկ այսօր ինչ ներկայացման եք պատրաստվում, ինչ կերպարներ եք կերտելու։ Сегодня у нас как раз... Այսօր մենք հենց Կարապիլիճն ենք խաղում։ Այս ներկայացումը Հայաստանում մեծ հաջողություն է վայելում։ Այսօր ես պարելու եմ վալս եւ կարապ եմ մարմնավորելու։ Ես էլ փոքրիկ կարապ եւ ուղակի կարապ։ Просто людей. Քսենյան եւ ես, այսպես ասած, համերկրացի ենք։ Երկուսս էլ Պետերբուրգից ենք։ Պետերբուրգում թեթև ծանոթ էինք, բարևում էինք միմյանց։ Այստեղ ես ծանոթացա նրա ընտանիքի եւ հրաշալի ամուսնու հետ։ Ընտանիքի բարեկամն եմ դարձել թե ավագ գործընկերոջ, թե ընկերոջ իրավունքով։ Նրանք ծայրաստիճան կիրթ, կուլտուրական մարդիկ են։ Հաճելի է, որ թատրոնը գրավում է Քսենիայի, Վալերիայի պես մարդկանց։ Իսկ մյուս կողմից սա ցույց է, որ թատրոնը կարող է հրապուրել նման ստեղծագործ երիտասարդների, եւ ինձ թվում է, թե առանց այդպիսի երիտասարդության մենք բոլորս հաստատ կկորչեինք։ Պայմանավորվեցինք հանդիպել երեկոյան։ Անհամբերությամբ ուզում եմ տեսնել ռուսական բալետի դպրոցի գլուխգործոցներից մեկը՝ Կարապիլիճը։ Միշտ թեթև հուզվում եմ, ասես առաջին անգամ եմ ելույթ ունենալու, թեև գուցե ապրել եմ այդ պարտիան ոչ թե մեկ անգամ, այլ 3-4 տարի։ Այո, թեթև հուզմունք կա։ Գուցե մեկ ուրիշը կարող է ընդհանրապես չհուզվել, բայց ես շատ զգացմունքային եմ, ուստի միշտ հուզվում եմ։
Ռուսական բալետում ճանապարհ անցած ռուս պարուհիներն այսօր մասնագիտական փորձը հարստացնում են Ալեքսանդր Սպենդարյանի ազգային ակադեմիական թատրոնում, նաև հայկական բալետի մշակույթին նոր որակ բերելով։